Բարև ձեզ սիրելի հայրենագիցներ, այսօրվա զեկույցս պիտի կենտրոնացնեմ ան որոշումներու լեզվի վերաբերյալ, որ ազգային ժողովի մեջ կատարված է 2021-ին, այսինքն 5 տարվա լեզվի մասին որոշում կատարված է ազգային ժողովի մեջ եւ ստորագրված է Ալեն Սիմոնյանի կողմէ։ Թվականը օգոստոս 26 2021։ Նայեցեք թե ինչ կսե։ Ծրագիր Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-26 օգոստոս 2021 սպիրկի հետ կապեր։ Ավելի լավ է գարթամ, որ ավելի հստակ լա եւ բարերը չփոխեմ։ Հայաստան սպիրկ գործակցության զարգացումը նպատակ ուղղված է լինելու հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանը ու Հայաստանում սպիրկահայերի ինտեգրմանը, այսինքն համալրմանը, սպիրկի մարդկային ներուժի վերահանմանը, այսինքն օգտագործմանը ու քարտեզագրմանը, աշխարհասպիր հայության մարդկային մտավոր տնտեսական ներուժի հայրենիքի գայուն զարգացման նպատակի շուրջ համախմբվանը։ Այսի գրված է օգոստոս 2021-ին։ Այսինքն մոտավորապես 3.5 տարի անցած է։ Ինչ գործունեություն կատարված է բացի այս խոսքերեն։ Գործնականորեն որևէ բան կատարված է։ Եթե դուք գիտեք, ինձ դեղացուցեք, որովհետև ես տեղյակ չեմ։ Գսե սպիրկահայերի համալրմանը իհարկե անունքոր կներքախտեն, սպիրկի մարդկային ներուժի վերահանմանը, քարտեզագրմանը, քարտեզագրումը ռած է Հրանուշ Հակոբյանը, աշխարհասպիր հայության մարդկային մտավոր տնտեսական ներուժի հայրենիքի գայուն զարգացման նպատակին շուրջ համախմբվելը։ Որևէ համախմբում եղած է, բացի համաժողովը, անգետ կամենը հեռացած է։ Շարունակենք։ Կառավարությունը սպիրկի համայնքները չի դիտարկում որպես հայաստանյան եւ համահայկական խնդիրներ լուծելու գործիք, այլ որպես այդ խնդիրների եւ դրանց լուծման ուղղված օրագարկերի ձևավորման գործուն մասնագիծ։ Այսինքն սպիրկը գործուն մասնագիծ պիտի լա համահայկական հարցեր լուծելու։ Արցախը դրվեցավ սպիրկին որևէ բան հարցուցին, սահմանակոծում կլա, սահմանազատում կլա, սպիրկին որևէ գարտիկ հարցվեցավ, ոսկսե, գործում մասնագիծ պիտի լա, խոստումներ, ոսկեզօծված խոստումներ, մեջը փտած, իրականություն չկա։ Կառավարությունը շարունակելու է ակտիվ համագործակցությունը սպիրկի կառույցներու եւ անհատներու հետ։ Ինչպիսի համագործակցություն կկատարվի, ինչ նյութի մասին։ Ներկայիս Հայաստանի վարչակարգը բարակդած է սպիրկը։ Ադե համագործակցությունը։ Ազգային ժողովի մեջ որոշում առնված է։ Սպիրկի համայնքների հետ
աշխատանքներում կառավարությունը սերտորեն համագործակցելու է հայկական համայնքներ ունեցող երկրների կառավարություններու հետ։ Այսինքն Լիբանանի մեջ որևէ հայության հետ հարց կա, Լիբանանի կառավարության բարեխոսի, գործակցի եւ այլն, Սուրիո մեջ, Հունաստանի մեջ այդ գործունեությունը կգադարվի դերևս ծածուկ, որ մենք չենք գիտեր։ Կառավարություն շարունակելու է իրականացնել թիրախային ուսումնասիրություններ, քննադատելու սպիրկի համայնքներու յուրահատկությունները, արգա ներուժը եւ գարիկները, ակնկալիքները Հայաստան սպիրտ կորձակցությունից եւ մշակելու է հաստիական քաղաքականություն, որևէ դեղ դու կարդացած եք, որ հաստիական քաղաքականության մշակված ծրագիր կա, ես չեմ գիտեր, հակակարակ որ հայկական հարցերով եւ Հայաստանի հարցերով կզբաղին խոսքերը Հայաստանի կյանքին առավել հաղորդագից գավված եւ այդ կյանքուն ներգրավված սպիրկը ավելի շատ հայրենադարձ երիտասարդություն ունենալու նպատակով կառավարությունը շարունակել է մշակել ծրագրեր, ստեղծել նոր ձևաչափեր սպիրկի մարդկային, գիտական, ստեղծագործական եւ տնտեսական ներուժը Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային, գրթական, գիտական կյանքում ներգրավելի ուղղությամբ։ Այսինքն սպիրկի ներուժը գետրոնացնել Հայաստանի մեջ։ Մինչև հիմա ազ 2000 օգոստոս 2001-ի վեր ինչ թրական աբացուցված գործունեություն կատարված է։ Ես կսեմ գրեթե ոչինչ։ Եթե եղած է ծրագիրներ եղած են, ոչ կորզնական, արդյունքի հասած կատարված գործ։ Խոսքեր Նախադեсվում է մշակել եւ իրագործել գիտական, մասնագիտական, գրթական, մշակութային, տնտեսական, առողջապահական, բարձր տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներու համահայկական ցանցերու ստեղծման ու զարգացման քաղաքականություններ եւ ծրագրեր։ Ինչ համահայկական ցանցերու ծրագիրներ կան։ Թող հրադարագեն, լսենք, ասի 2021-ին պիտի լար այդ ծրագիրները։ Այսօր իրականացված պետք է լան։ Ինչ իրականացված է։ Ես կսեմ ոչինչ։ Ընդհանրակը, վարչագարկը վանողական վարմունք ունեցած է։ Անհատներ, որ եկած են Հայաստան, գիտնականներ, Հայաստանի մեջ որևէ հարաճընթաց ունեցող գործունեությունը սկսելու արգել տարտած են։ Կամ միջնորդեր եղած են, որոնք ուզած են քրբանին լցնել։ Օրենսդրական եւ ինստիտուցիոնալ գործիքների միջոցով նախադեсվում է շարունակել իսպրկահայերի հայրենադարձվելու, Հայաստանում ապրելու, աշխատելու եւ ստեղծագործելու համար բարենպաստ միջավայրի կայացման, ինչպես նաեւ ներդրումներ կատարելը թյուրացնելու գործընթաց։ Այսինքն իսպրկահայերուն Հայաստան վերադառնալու համար ապրելու, աշխատելու, ստեղծագործելու համար թյուրություններ պիտի ստեղծվին, ինչը ստեղծված է 2021-ի վեր։
Ոչինչ, բացի թուղթի վրա ծրագիրները եւ խոսքերը։ Կառավարությունը նախադեсում է դիտարկել Հայաստանում արևմտահայերենին հատուկ կարգավիճակ տալու օրենսդրական հնարավորությունները, կազմակերպել արևմտահայերենի պահպանության ուղղված կրթական եւ գիտական միջոցառումներ, որոնց շնորհիվ ամրապնդելու է արևմտահայերենի կարգավիճակը բարձրակուն կրթության հանրակրթական եւ լրացուցիչ ուսումնական ծրագրերում։ Այսինքն հրաշք պետք է գործել, խոսքով կատարած է, բայց գործով ոչինչ։ Այսինքն արևմտահայերենը բարձրակուն վարժարաններու մեջ պետք է դասանտվեր։ Այդ դասավանդումը եղած է ոչ։ Որևէ կերպով բեդուտ վարչագարկը աչակցած է ծրագրին։ Գրնամ ասել, որ մեր դպրոցը որ ավանի մեջ է, գրցանք արևմտահայերենի մասնավոր դասընթացներ եւ արևմտահայ քրագանության մասնավոր դասընթացներ հաստատել։ Բայց դա անհատական եղավ։ Ոչ pedagogan։ Որ pedagogan օրեն ինչ կատարված է։ Ոչինչ։ Նախադեсում է սփյուռքահայերի կողմից ստեղծվող մշակույթի եւ հատկապես հայալեզու մշակույթի հանրաճանաչական հատուկ քաղաքականություն վարել, համագործակցելու Հայաստանում դիրքագիտության եւ սփյուռքություն հայագիտության կենտրոններու հետ։ Այսինքն հայագիտական կենտրոններուն սփյուռքի մեջ պիտի նպաստեն ըղեր, չեմ գիտերի գադարեն կամ ոչ։ Սփյուռքում նախադեсում է իրականացնել գրթական գործընթացի բարելավում եւ արդիականացում։ Ինչ գործունեություն գործնականը մեծ տարված է եւ ոչ մի։ Որոշ դասընթացներ կան սփյուռքի ուսուցիչ ուսուցչուհիները Գերտան պրոֆեսոր Արսեն Տանիելյանի գետրոնը եւ ամառնային դասընթացներով վերականգնողական դասընթացներ կունենան, բացի անգե որևէ դասընթաց չեմ ճանաչներ։ Քայլերն են ցերնարգվելու շարունակապար նպաստելու սփյուռքի մանկավարժական եւ համանքային գադրային բազայի, այսինքն հիմնարար ոլորտներու պետք է ասե, մասնակիտական հիմքի վրա ձևավորումը ուսուցչական գազմի կարողականությունը հզորացման, այսինքն ուսուցիչներ վերապատրաստելու գործընթացի ասի սփյուռքի մեջ, որևէ գործ կատարված է, ոչ։ Ընդլայնվելուն են սփյուռքի գործերի գլխավոր անձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները։ Աս գործունեությունը սկսած են սփյուռքի անձնակատարի ներկայացուցիչներու դեղավորումը սփյուռքի ցանցան քաղաքներու մեջ, որ իմ կարծիքով սխալ է, սփյուռքի ներկայացուցիչը բիդիլա սփյուռքեն եւ ոչ թե Հայաստանեն կամ Հայաստանի վարչագարկը որոշե։ Սփյուռքը բիդի որոշե ով բիդիլա ներկայացուցիչը։ Ուրեմն ամփոփելով գրնամ ասել, որ 2011 օգոստոսին ազգային ժողովի մեջ ստորակրատյամբ Ալեն Սիմոնյանի որոշում կգադարվի ծրագրիմը, որ սփյուռքի մեջ հայաբահբանությունը գործնականաբես զորացնել, սփյուռքի կարողականությունը Հայաստան բերել, ներքախտը կազմակերպել, ուսուցիչները վերապատրաստել, արևմտահայերենը
նի մասնավոր գարկավիճակ տալ Հայաստանի մեջ, բայց կորզնականորեն ոչինչ չի կատարված։ Այս է իրականությունը։ Հայերեն գսեն խոսքով փիլավ չեպիր։ Եթե կորձ բիդինեք, ըրեք կորձը, վերջեսիք, որ ըրինք, և վեջտը որոշումներ ծրագիրները դբեք, դարածեք, թե ասպիդինենք, ասպիդինենք և ոչինչ չնեք։ Հայությունը կպահանջի կորզնական վարմունք Հայաստանի կառավարությունեն, որովհետև սահմանադրության մեջ գրված է, որ Հայաստանի պետությունը հոգացություն և հովանավորություն պիտի հայ լեզվին սփյուռքի մեջ և երկու ուղղակրությունները միացում պիտի կատարվի։ Աս մնացածի թուղթի վրա կակնկալենք, որ իրականանա կորզնականորեն, որպեսզի հայությունը դառնա միացուլված, կամ եթե չլինի միացուլված, համագործակցող։ Մենք կատարած ենք այդ աշխատանքի մեկ մասը։ Արևելահայերն ու արևմտահայերն միացուլած ենք և կազմած ենք միասնական աշխարհապար քրական հայերեն։ Քանի որ հայերս մեկ ազգ ենք, մեկ ժողովուրդ ենք, մեկ հայրենիք ունենք, պիտի ունենք մեկ լեզու և մեկ ուղղակրություն և ապեղականական ուղղակրությունը պետք է վերածվի, որովհետև սխալ և մոլորված ուղղակրություն է, ադոր ժամանակը անցած է։ Ուստի խորհուրդ կտամ Հայաստանի վարչակարգին, որ նախքան դպաքրել տարածերը, որոնց ծրագիրները նախ կորզնականորեն կատարեն։ Ասե ակնկալվի սփյուռքեն Հայաստանի կառավարությունը։ Այս խոսքերով կավարտեմ և կտեսնվենք հաջորդ անգամ։